Ինչպես բազմանիշ թիվը բաժանել երկնիշ թվի։ Դիտարկենք այն դեպքը, երբ երկնիշ թիվը պետք է բաժանել երկնիշ թվի առանց մնացորդի։ Օրինակ 78-ը բաժանենք 26-ի։ Երկնիշ թիվը երկնիշ թվի բաժանելիս քանորդը միշտ միանիշ թիվ է, հետևաբար բաժանումը կատարվում է ընտրության եղանակով։ Փորձենք պատասխանել հետևյալ հարցին. Ինչ թվով պետք է բազմապատկել 26-ը, որպեսզի ստացվի 78։ Հաջորդաբար ընտրում ենք 2-ը, 3-ը, 4-ը և այլն։ Ստուգում ենք բազմապատկումով։ Նախ 26-ը բազմապատկում ենք 2-ով։ 2 անգամ 26-ը հավասար է 52-ի։ Քանի որ 52-ը փոքր է 78-ից, ուրեմն պետք է բազմապատկել 3-ով։ 3 անգամ 26 հավասար է 78-ի։ Ստացանք բաժանելին։ Հետևաբար 78-ը բաժանած 26-ի հավասար է 3-ի։ Որպեսզի հեշտացնենք բաժանումը ընտրության եղանակով, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բաժանելիի և բաժանարարի վերջին թվանշաններին՝ 8-ին և 6-ին։ Այնուհետև բաժանարարի վերջին թվանշանի 6-ի բազմապատկման աղյուսակից գտնել այն թիվը, որը վերջանում է 8-ով։ Այդ թիվը 18-ն է, որը 6 և 3 թվերի արտադրյալն է։ Իսկ հիմա պետք է ստուգել։ 3-ը բազմապատկում ենք 26-ով։ Ստանում ենք 3 անգամ 26 հավասար է 78-ի, որն էլ հաստատում է, որ քանորդը ճիշտ ենք գտել։ Ուրեմն 78-ը բաժանած 26-ի հավասար է 3-ի։ Բաժանում կատարելու այս ձևը կոչվում է ընտրության եղանակ։ Հիշիր, երկնիշ թվի վրա երկնիշ թվի բաժանումը կատարվում է ընտրության եղանակով։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բաժանելիի և բաժանարարի վերջին թվանշաններին, այնուհետև օգտվելով բազմապատկման աղյուսակից գտնել ենթադրվող քանորդն ու ստուգել։